Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության մեծարգո նախագահ, վարչության հարգարժան անդամներ, սիրելի պատվիրակներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն հաստատելու մեր նախընտրական ցուցակը, մեր նախընտրական ծրագիրը, մեր վարչապետի թեկնածուին, այլ նաև վերահաստատելու մեր քաղաքական ուղին, այն արժեքները, որոնց համար պայքարել ենք եւ շարունակում ենք պայքարել։ Վերջին տարիները մեր պետության համար եղել են բեկումնային։ Սա եղել է փոփոխությունների եւ կայացման ժամանակաշրջան։ Եվ այսօր ահա մենք կանգնած ենք մեր պետության, մեր ժողովրդի պատմության համար շրջադարձային կետում։ Եվ այսօր կայացվող որոշումները տարածիորեն վճռում են մեր պետության, մեր ժողովրդի ճակատագիրը, մեր պետության, մեր ժողովրդի ապագան։ Եվ այս կետում է, որ ես կարևոր եմ համարում խոսել պատասխանատվության մասին։ Քաղաքական գործի, քաղաքական ուժի բարդ որոշումներ կայացնելու եւ այդ բարդ որոշումները հետեւողականորեն կյանքի կոչելու պատասխանատվության մասին։ Ես 5 տարեկան էի, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինչին հաջորդեց Ղարաբաղյան առաջին պատերազմը։ Ես 8 տարեկան էի, երբ Հայաստանն անկախացավ։ Ես 11 տարեկան էի, երբ դադարեցվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը։ Ես 15 տարեկան էի, երբ բիժեցվեց խաղաղության առաջին պլանը։ Ես 33 տարեկան էի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։ Ես 37 տարեկան էի, երբ հայ ժողովուրդն ապրեց իր պատմության ամենածանր շրջաններից մեկը, 44-օրյա պատերազմն իր ողբերգական հետևանքներով։ Եվ ես 40 տարեկան էի, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնեց առանց որևէ չափազանցության, լինել չլինելու փաստի առաջ, իսկ Ղարաբաղը հայաթափվեց։ Ինչու եմ այս ամենը պատմում։ Պատմում եմ, որ մեկ մարդու օրինակով, իմ սեփական օրինակով ցույց տամ, թե ինչպես կարող է մարդը մի ամբողջ կյանք, մանկությունից մինչև կյանքի 5-րդ տասնամյակ ապրել պատերազմի եւ չխաղաղության պայմաններում։ Ապրել եւ հուսալ, որ գալու է օրը, երբ երիտասարդ տղաներ էլ չեն զոհվելու, երբ մայրերն էլ չեն վախենալու տղա ունենալ, երբ ծնողներն էլ չեն մտածելու իրենց որդիներին այլ երկրի քաղաքացիություն տալու մասին։ Պատմում եմ նաև, որ նաև մեկ մարդու օրինակով ցույց տամ, որ մեր ժողովուրդը մի ամբողջ կյանք լուր զրկանքներ է տարել, հաճախ լռելիային, իսկ երբեմն նաև բարձրաձայն պահանջել է խաղաղություն եւ այն չստանալով հեռացել։ Պատմում եմ, որ նաև արձանագրեն, որ քաղաքական էլիտաներն անհաղորդ են եղել Հայաստանի ժողովրդի այս ակնկալիքներին։ Մեկն առհասարակ չի հասկացել խաղաղության կարևորությունը, մյուսը զբաղված է եղել հարստություն դիզելով, երրորդը պատերազմն օգտագործել է իր իշխանության հավերժացման համար, մեկ ուրիշն էլ խոսել է խաղաղության մասին, բայց չի ունեցել քաջություն, չի ունեցել բավարար կյանք պատասխանատվություն ստանձնելու, բարդ որոշումներ կայացնելու եւ այդ բարդ որոշումները կյանքի կոչելու համար։ Մենք նույնպես, սիրելի կուսակցական ընկերներ, անցել ենք հայ քաղաքական մտքի պերճանքի եւ թշվառության այս ելևէջներով։ Մեկ չենք հասկացել խաղաղության կարևորությունը, մեկ ասել ենք խաղաղությունը լավ բան է, բայց մինչև որ մի օր եկել ենք այն գիտակցման, որ մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր անկախ պետականության շարունակականությունն ապահովելու համար պետք է մեկ բան՝ խաղաղություն առանց բայցերի։ Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, չեմ հանձնվելու։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 23 թվականի ապրիլին։ Ամենը, ինչ տեղի է ունենում հոգեբանորեն, մարդկայնորեն, բարոյական, քաղաքական առումով շատ ծանր է, ընդ որում երբեմն մտածում եմ, որ կարող է երկրի շահերից բխում է, որ ես կամ մենք հանձնվենք, թողնենք այս ճանապարհը, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ, այ դա կլինի դավաճանություն։ Սիրելի կուսակցական ընկերներ, սիրելի ժողովուրդ, վերադառնալով ելույթի սկզբում հնչեցրածս մտքին հարցն է. կարող է մեկ մարդը, մեկ քաղաքական ուժը փոխել պատմության ընթացքը։ Այո, կարող է։ Կարող է, երբ ունի բավարար քաջություն եւ բավարար կամք պատասխանատվություն ստանձնելու, բարդ որոշումներ կայացնելու եւ այդ բարդ որոշումները հետեւողականորեն կյանքի կոչելու համար։ Եվ մենք ստանձնել ենք այդ պատասխանատվությունը։ Մենք մեր պետությունը, մեր Հայաստանը դուրս ենք բերել թակարդից եւ դա արել ենք մեր թիկունքում զգալով յուրաքանչյուրի տամուր աջակցությունը։ Վստահ լինելով, որ յուրաքանչյուրդ ամուր կանգնած է իր տեղում, որ յուրաքանչյուրդ մեր գաղափարների, մասնավորապես խաղաղության օրակարգի դեսպանն է, իր տանը, իր համայնքում, իր գործունեության բնագավառում։ Մեր ճանապարհը հեշտ չի եղել եւ առավել եւս հեշտ չի լինելու։ Սա մեր խաչն է, որ մենք պետք է կրենք։
Բայց յուրաքանչյուրիդ անհատական պատասխանատվության եւ բոլորիս միասնական պատասխանատվության շնորհիվ կերտելու ենք այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր մարդ կցանկանա ապրել, աշխատել եւ արարել։ Եվ մեր ջանքերը միավորելով մենք մեր ժողովրդին հասցնելու ենք խաղաղության նավահանգիստ։ Կեցցե խաղաղությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը եւ սիրում եմ բոլորիդ։